Եկել եմ արագ լայվ անեմ ու գնամ։ Գիտեք, որ այս ֆորմատը իմ ֆորմատը չի, բայց նաև գիտեք, որ ինչ որ իմ սրտից է, ինչ որ լավն էլ վատն էլ ես պետքա ասեմ, չեմ կարա պահեմ։ Երեք ֆանտաստիկ օր ունեցանք մեր ուժեղ Հայաստանի թիմով հերթական մարզային քարոզչությամբ ու արդեն գնացել ենք Ջրաշեն, Մեծամաս, Սպիտակ, վերջում Տաշիր, ֆանտաստիկ էներգիա էր, հայի հետ սիրով այդ ջերմությունը, այդ եռանդը, այդ էներգիան շատ ուրախ եմ, որ էկրաններից այդ կողմն է զգացվել։ Մենք կարոտ ենք մնացել դրան, բայց հայը հենց այդ տեսակն է։ Ու շատ ուրախ եմ, շատ ոգևորված եմ ժողովուրդ ջան, այն ամեն ինչով, ինչ որ մենք տեսանք այստեղ ու շարունակում ենք։ Հատկապես շատ այդ զանգերին չեմ հասնում այսօր պատասխանեմ գիշերվանից, գիտեմ, որ բոլորիդ խոսք եմ տալիս կպատասխանեմ առաջիկա օրերին, բայց ուրախ եմ, որ իմ ծննդյան օրը անցկացնում եմ նաև սենց միջավայրում, սենց ճանապարհին իմ լավ ուժեղ թիմակիցների հետ։ Ու երևի պատահական չի 1991 թվականի մայիսի 26 ծնունդս, հաշվի առնելով, որ 91 թիվը այդ իմ երկրի անկախության, իմ պետականության ծնունդն է, ու այդ անկախության համար, ինքնության համար պայքարը երևի կա։ Մայիսի 26-ն էլ երևի մեր պատմության ամենակարևոր պատմական օրերից է, ավարարի ճակատամարտ, որ մեր ինքնության, հավատի, հայի, այսպես ասած, հիմքը դրեց աներկբա, ու այդ պայքարը մեր Վարդանան սրբերով, մեր ամբողջ ազգով գնաց։ Հիմա նույնը, թե անկախության համար, թե մեր ինքնության համար այս պայքարի ճանապարհը գնում է, ու ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, պատահական չի այդ պայքարի ոգին, ու ես ուզում եմ, որ այս ճանապարհը լինի հայերի միասնության ճանապարհը իրականում։ Շատ ուրախ եմ, որ այս կողմում եմ պատմության այս օրերին։ Ուզում եմ հայեր ջան, իրոք այս սերը, այն միասնականությունը, այն ամեն ինչը որ կա, այդ միշտ լինի բոլորիս մոտ, որովհետև իրականում վերջին տարիներին հենց դրան են կարոտ մնացել, բայց վերականգնելու ենք, անելու ենք մեր ձևով, մնալու ենք հայ, մեր երկրին, մեր եկեղեցուն, մեր պատմությանը հավատարիմ։ Այսօր շարժվում ենք դեպի Աղթալա, Ալավերդի, Օձում, երեկոյան լինելու ենք Վանաձորում, բոլորիդ կսպասենք այնտեղ, հերթական հրաշք օրը ունենալու համար միասին, գնացինք դեպի ուժեղ Հայաստան, համբուրում եմ բոլորիդ։